Բարի արև իմ շատ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր մենք վերջապես հանդիպեցինք, այսօր սեպտեմբերի 26-ն է, իմ օրացույցով Վեներայի օրը և գիտեք ինչ դուք արդեն վերնագրից հասկացաք, որ ես շատ այդպես կարճ չփանցիկ ուզում եմ անդրադառնալ մաքրումներ կոչվածին. Ես առանձնապես չեմ ընդունում, չեմ սիրում այդ բառը, ավելի ճիշտ, բայց բովանդակություն էությունը ես կանդրադառնամ, որպեսզի դուք լինեք ինֆորմացված, ոնց որ ներկայացնում եմ շատ հարցեր պարզաբանում եմ, որպեսզի ձեզ չխաբեն, այստեղ եւս խաբեությունները շատ են, դրա համար ես կմանրամասնեմ որոշակի ուրեմն ձեզ ինֆորմացիա կտամ։ Ինչու եմ պարզաբանում, ուրեմն մենք հիմա գտնվում ենք արևի վատ խավարման ժամանակահատվածում սեպտեմբերի 21-ին, կարելի ասել գիշերեկես գիշերին մոտ, 5 պակաս կես գիշերից Հայաստանի ժամանակով տեղի ունեցավ արևի վատ խավարումը, բայց դա չի նշանակում, որ ինքը 21-ից մտավ ուժի մեջ, բնականաբար ոչ, պլյուս մինուս 2 ամիս ինքը աշխատում է, որովհետև մենք արդեն ունենք լուսնի խավարում, ունենք խավարման միջանց, դա իհարկե ոչ այդքան լիարժեք միջանցքեր, բայց բոլոր դեպքերում խավարման միջանցքեր, դուք արդեն գիտեք ինչ սպանություններ, ինչ իրադարձություններ եղան, ինչի մասին ես զգուշացրել եմ, բայց այս մասին ես ուրեմն կանդրադառնամ իմ հաջորդ հաղորդման ժամանակ, երբ կներկայացնեմ կենդանակերպի նշանները եւ դուք գիտեք, որ որքան էլ որ ես Հայաստանի մասին կամ համաշխարհային աստրոլոգիային հղում չեմ անում, չեմ ներկայացնում, բայց որոշակի դες բոլոր դեպքերում այդպես ընդհանուր գլոբալ ներկայացնում եմ եւ ասել եմ, որ վատ իրադարձություններ լինելու են, պատրաստ եղեք, լինելու են վատ իրադարձություններ։ Տեսնում եք, նրանք ովքեր գիտեն իրենց քարտեզը, իրենք տեղեկացված են լինում կամ ասենք այդ ժամանակատածում եթե ունեն վատ ասպեկտացիա, վատ էներգիան է կուտակված, իրանք ինչ որտեղ չեն գնում, ինչ որ հարցեր չեն բարձրաձայնում եւ այլն, քանի որ այդ ժամանակահատվածն է արևի վատ խավարումը, ես ուզում եմ լուսաբանել, պարզաբանել շատ կարևոր հարց, դա ուրեմն ասացի մաքրումներ կոչվածներն են եւ ուզում եմ, որ դուք անպայման իմանաք, ինչ ասել է մաքրումներ։ Նախ մաքրումներ անելու համար ուրեմն հարկավոր է քարտեզը վերլուծել, տվյալ անձի քարտեզը վերլուծել, նախ պիտի իմանաս ճշգրիտ ժամը, առանց ճշգրիտ ժամը իմանալու հնարավոր չի մարդու ուրեմն կոնսուլտացիա անել, խորհրդակցություն անցկացնել տվյալ անձի հետ, դա հաշվարկվում է։ Ուրեմն մաքրում անելու համար դուք պիտի նայես քարտեզ, եթե մարդը գալիս ասում է ինձ մաքրում ապեր, ես գործերը վատ են եւ այլն, չի նշանակում, որ ինքը չի հասկանում, ինքը չգիտի ինչա կատարվում իր հետ, գիտի որ վատ է, բայց որտեղից է դա սկսվում, ինչի համար, ինչքան է տևելու, ինչն է պատճառը, նախ դու պիտի պատճառը իմանաս, որ հետո դու կարողանաս, չէ, բուժես կամ ուղղություն ցույց տաս կամ մաքրում անես, այսպես ասած, մինչև քարտեզը չնայես, դու չես կարող իմանալ այդ կարդ գցել կամ չգիտեմ դրանք գուշադա խայտարակություն է, դա գուշակություն է եւ դա խայտարակություն է, այդ ձևով որ ձեզ են ձեռառնում, ես չգիտեմ։ Ինչևէ, ուրեմն նախ նայում ես քարտեզը ճշգրիտ ժամ իմանալուց հետո նայում ես, հասկանում ես իր մոտ ինչ կա։ Միգուցե այստեղ այնպիսի դասավորություն ունեն, որ մաքրում այստեղ կապ չունի, բոլորովին պետք չի մաքրում անել, այստեղ որոշակի գործողություններ պիտի արվի եւ դու գիտես դա միջև երբ է տևելու, ոնց է ինքը դրանից դուրս գալու եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ մաքրում անել բնավ պետք չի։ Հա, այստեղ կարող է ինչ որ, գիտեք, ոնց այսպես ասած ձեռքի հետ ինչ որ process նեգատիվ որոշ ուժեր, ճիշտ ժամանակը, օրը, ժամը, րոպեն ընտրվի եւ այդ ժամանակ մաքրվի, որ մի քիչ ավելի հեշտ լինի, նու դա ասենք այս ձևով կարելի անել, բայց ընդհանուր կոնկրետ մաքրում անելու համար, հա, դա ցանկացած պահի չի լինում։ Դա ունի ժամանակ, տարվա մեջ, ասենք, մի քանի անգամ ինքը լուրջ մաքրումների մասին է խոսքը, ոչ թե ձեռքի հետ, այսպես ասած։ Ուրեմն տարվա մեջ կան կոնկրետ ժամանակներ, որ դու կարող ես անել։ Տեսեք կոնկրետ, եթե հիմա դուք հենց իմ ասենք, հաղորդումը նայեցիք եւ որոշեցիք դիմել ինձ, որ մաքրեմ, ես հիմա չեմ կարող դա անել։ Ես դա չի լինի ուղղակի, ես ձեզ կխաբեմ։ Գումարը կվերցնեմ ու ձեզ կխաբեմ, որը ինձ բնորոշ չի։
Ես չեմ կարող նման բան անել, այսինքն տարվա մեջ կան որոշակի ժամանակահատվածներ, եւ դու կարող ես անել եւ գումարած, որ դու տվյալ անձի քարտեզին պիտի համապատասխանես։ Մի խոսքով դա շատ բարդ process է, որպեսզի դու կարողանաս մաքրում անել։ Դա հեշտ բան չի։ Սա մեկ, երկրորդ տարբերակը, ուրեմն առաջինը, որ միգուցե ընդհանրապես մաքրում պետք չի անել տվյալ անձին, ինքը այդ խնդիրը չունի, ուրիշ խնդրի մեջ այլ ուրիշ գործողություններ պիտի անեն, այստեղ մաքրում պետք չի։ Գիտեք ինչ, չի կարելի մարդուն խաբել, որովհետև նա ով Աստծուց է, ինքը Աստծո առաջ պատասխան է տալու, նախ դու մարդու կյանքի հետ գործ ունես, երկրորդը, եթե դա պետք չի անել ու դու իրանից գումար ես կողզում, գիտակցելով, թեկուզ թուղթուգիր անողները կամ իբր թե որ մաքրում են, հա, այդ թուղթուգիրը ցանկացած պայդիմից իրենք թուղթուգիր են անում, դա բան չի լինում, նույնիսկ թուղթուգիր անել իր ժամանակը ունի։ Սա մեկ եւ երկրորդը ուրեմն անկախ նրանից աշխատում է չի աշխատում կլինի չի լինի, ասենք վերցնում են գումարը ու կապ չունի, հետո արդեն իրանք պատասխանատվություն չեն կրում։ Այսպիսի դեպքեր եւս լինում են։ Այսինքն հասկացա, որ ցանկացած պահի, եթե դուք դիմում եք ասում, հա, հարց չկա, այս մաքրում կանենք, դա խաբեություն է, այդպեսի բան չկա։ Ես ձեզ ասում եմ, որ պրոֆեսիոնալ աստրոլոգ է, դա խաբեություն է, ես ձեզ տեղյակ պահեմ, որպեսզի դուք իմանաք ձեր մտերիմներին եւս տեղյակ պահեք, որպեսզի իրենք չընկնեն թակարդը։ Սա այսպես լինում են դեպքեր, որ օրինակ ինձ դիմել էին, գիտեք, որ հնարավոր չի իմաստ չունի, այսինքն այնպիսի դեպք է, որ ինչ մաքրում անել, ինչ որ այլ բաներ այլևս ուշ է, ինչպես ասում են գնացել է եւ դու ոչինչ չես կարող անել, ինձ դիմել են, հա, այդպիսի եզակի դեպքեր, քիչ դեպքեր եղել են, բայց եղել են եւ ես հրաժարվել եմ, ես ասել եմ, որ ես ոչինչ անել չեմ կարող։ Խոսքի այն դեպքում ես կարող ասեմ մաքրում անեմ կամ ես կօգնեմ, ինքը աստիճանաբար իրեն լավ կզգա, դեպի լավը կգնա եւ այլն, առողջական վիճակը, բայց ես գիտեի, որ դա այդպես չի լինելու, ես չէի կարող խաբել եւ գումար աշխատել, ես ասեցի դա հնարավոր չի։ Ես չեմ անում այդպիսի բան եւ ոչ մեկ մաքրման միջոցով կամ այլ բաների միջոցով դա հնարավոր չի, դա կոնկրետ իրավիճակում գտնվում այդ մարդը արդեն ուշ է եւ ոչինչ փոխել հնարավոր չի։ Մնացած դեպքերը արդեն խաբեություն կլինի, գումարը կվերցնեն եւ ոչինչ չի լինելու։ Այսպիսի դեպքեր եւս եղել են եւ հաջորդը, որ տեսեք, հաջորդը նաեւ որ հնարավորություն կա։ Տեսեք իմ նախորդի ասածը հնարավորություն եթե չկա ընդհանրապես գնաց արդեն գնացել է, մյուս դեպքում դու կարող ես օգնել, բայց մաքրումներ անելը այլևս չի օգնում, որովհետև տվյալ անձին, օրինակ ասենք ինձ մի քանիսն են դիմել, մաքրում անել վայ վիճակա կյանքում, վատ վիճակա կյանքում ոչինչ չի հաջողում, անձնականը, գործնական եւ այլն, ոչ մի հաջողություն չունեմ, ամեն ինչ շատ վատացել է եւ այլն, մաքրում արեք, թող դա բացի, մագիլ այստեղ մաքրում անելը չի օգնի։ Ես մաքրում չեմ անի, որտեղ չի օգնի, ես քեզ խաբեմ, եթե ես ասեմ, որ մաքրություն մաքրում անեմ եւ դա ամեն ինչ լավ կլինի։ Գիտեք ինչ, այստեղ եթե տվյալ անձը ունի այդ ուրեմն էներգիան կուտակվում է, ինչ որ մի ժամանակ դա կարող է ուրեմն ինքը չի խանգարում, լավ բան է, հետո միևնույն է ինքը շարժվելու է, այդտեղ մոլորակներ գալու են, չէ, եւ այդ բացասական էներգիան կուտակվելու է եւ ազդելու է այդ մարդու վրա։ Եվ ինքը այդտեղ, երբ որ դա կատարում է իրեն, ասում են մենք մաքրում ենք, արել ես մոտ ամեն ինչ լավ, ասում օքեյ, ինչ լավ արեցին մաքրում, հիմա փրկվեցի, ամեն ինչ լավ է լինելու, գործերս անձնականս եւ այլն, մեկ էլ անցնում է շատ կարճ ժամանակ, ինքը նորից խնդրի առաջականում, բնականաբար տրանզիտները շարժվում են եւ այդտեղ նորից կուտակում են բացասական էներգիան, դիվային էներգիան եւ այդ մարդը նորից հայտնում է խնդրի առաջ ու հասկանում որ իրեն խաբել են, ոչ մի լվացում մաքրում իրեն չի օգնել, նա ասում է գիտես մի անգամ պիտի գա շատ բարդ է, վայ, ինքան բարդ է, արի մի հատ էլ մաքրեմ, երկրորդն էլ չի լինում, արի մի հատ երրորդն էլ մաքրեմ կամ գնում եմ մի ուրիշ աստրոլոգի կամ գուշակի, ու այդ աստրոլոգը արդեն աստրոլոգ չի, գուշակի կամ թուղթուգիր անող այդպես ինչ որ անձանց մոտ եւ նույն բան այդպես կարգավորում է ոչ մի օգուտ։ Այդ մարդկանց դեպքում փոխվում է իրենց ճակատագրական ծրագիրը։ Փոխվում է ծրագիրը, դա բավականին բարդ process է, դրանով զբաղվում եմ միայն ես եւ այստեղ տվյալ անձը 6 ամսից 1 տարի ինքը լինում է իմ հովանավորության ներքո, պատասխանատվության ներքո, կարևոր ինքը կարևոր գործողություններ միայն իմացությամբ
իմ իմացությամբ ուղղորդմամբ է միայն կատարվում, այսինքն ինքը ես իրեն չեմ ասում, գիտես, արված է, վերջ դու գնա, ինչ կլինի քո հետ, ինձ համար կարևոր չի, չէ, ես պատասխանատվություն եմ կրում եւ հասցնում եմ վերջակետին, հա, եւ այդպիսի պրակտիկա բավականին ես ունեմ, պատկերացրեք, որ գնացել են այդ մարդիկ ուրեմն այդ քայլին ինձ վստահելով եւ չեն սխալվել եւ հիմնականում իրենք դրսից են հենց Հայաստանաբնակ դեռ չի եղել նախ հնարավորության հարցն է դա եւ հիմնականում դա դրսում ապրող մարդիկ են որ այդ հնարավորությունը ունեցել են եւ կարողացել են վստահել են եւ գնացել են այդ քայլին։ Իրանք լինում են ուրեմն իմ հովանավորության պատասխանատվության ներքո, միջև որ process-ը ավարտվում է եւ իհարկե այդ մի տարվա մեջ այդ process-ում իրենք զգում են իրենց վրա այդ փոփոխությունը։ Որոշակի գործողություններ են անում, որոշակի գործողություններ իրենք են անում, ես ասում եմ ինչ պիտի արվի եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը արվում է, սա ինձ իհարկե ես ասացի միայն ես եմ անում, դա ինձ բացել Աստված միայն եւ գիտեմ ոնց անել, ինչ անել եւ այլն եւ այստեղ այսինքն այդ մարդը երբ գնում է գիտեք ասեն 40, 50, 45 այս տարիքն է երբ որ իրենք մտածել են որ այս անգամ չստացվեց երկրորդ անգամ կգնան մաքրման հետո մյուս մաքրումը հետո լվացում եւ այլն ու արդեն իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի բայց փաստորեն տարիներ անցել են եւ իրենք տեսել են որ ոչ մի բան չի փոխվում այդպես տարիներ անցել են եւ կարծես թե գիտեք արդեն ուրիշ ոչ ման չկա եւ որոշում են լավ հիմա սա փորձենք գոնե գիտեն որ փորձեցինք ասենք ոչ մի բան չօգնեց կամ այս տարբերակը օգնեց կորցնելու ինչ որ բան չկա այսպիսի իրավիճակներ այսքան մարդիկ ովքեր մինչև այդ ոչ մի հաջողություն անձնական կյանքում չի ստացվել անձնական կյանքը աշխատանքը բիզնեսը եւ այլն չի ստացվել այդ մարդիկ արդեն կանգնած են փակուղու առջև հասկանում եք եւ այստեղ պետք է իրենց մոտ ամեն ինչ փոխվի, ամեն ինչ սկսվի զրոյից սկզբից։ Այսպիսի հարցեր կան, այսինքն տարբերակներն եմ ես ձեզ ներկայացնում, որ դուք հասկանաք, այսինքն առանց իմանալու հետ ինչ որ մի վատ բան է, դուք միանգամից մաքրում դիար, բայց դուք ինչ գիտեք, մաքրում դիարի, թե չկա ասեն թուղթուգիր են արել, ինչ գիտեք, որ թուղթուգիրը ձեր երևակայությունն է, դուք պետք է հաստատ համոզված լինեք արվել է թե ոչ։ Իսկ դրա համար միմիայն ճշգրիտ ժամը պիտի իմացվի, որպեսզի այնտեղ մոլորակների դասավորությունով դա հասկացվի եւ բնականաբար քարտեզը միջև չնայվի դու ասեն կարող է անհաջողություններ եւ այլն գնում ես նայողների մոտ հա թուղթուգիր են արել բայց միգուցե դա չի պատճառը պատճառը այստեղ մարդուն ասենք դա տրված չի ուղղակի ճակատագրով դա իրեն տրված չի հետո ասեն եկեք մաքրենք եկեք թուղթուգիրը բացենք բայց միանալ ոչ մի բան չի փոխվում այստեղ ով աշխահում թուղթուգիրանով բացող եւ այլն տվյալ անձին բայց ես ասեմ որ հարգելն այստեղ մեծ հաշվով ոչ մեկ չի շահում որովհետեւ մարդուց վերցնել եւ եթե դու այդ գործում չկաս չես հասկանում չես կարողանում անել եւ դու գումարես վերցնում փաստորեն այդ մարդուն խափում ես խորտակում ես այդ մարդու ճակատագիրը միայն այն բանի համար որ դու փող ես աշխատում որ դու լավ ապրես այստեղ դու անպայման պատժվում ես անպայման ձեզ թարմ օրինակ բերեմ ասենք գարշելի օրինակը հոգեխանգարվածինը դուք արժևում կտեսնեք դեռևս մյուսներին եւս կարգծող պուտանկ են եւս այն ինչ որ կկատարվի իրանց հետ ես ձեզ միլիոն տոկոսով հավաստիացնում եմ բայց արդեն քանի որ գարշելին կատարվել է ես դες ներկայացան չէ թուղթուգիր անել մարդկանց ուղարկել նաև ոչ միայն ինքը այլ նաև իր գոլեգաներին հա իրենց էլ չէ տենց հացի տեր դարձնում որ գնացեք ես ինչ մարդու մոտ թուղթուգիրը թող բացի եւ այլն մեծ գումարներ են վերցնում իրան էլ տոկոս էին տալիս այսինքն իրար պաս տալով իրանք աշխատում են այսպես է կատարվում որ ասենք բոլորը տենց իրար պաս տան որ թիմը լավ աշխատի էլի նա էլ փող ունենա ինքն էլ փող ունենա հետո կուղարկի նրա կեսը կտա նրան եւ այլն այսպես իրենք իրար մեջ որոշում են գարշելին ինչ արեց թուղթուգիրեր էր անում գիտեք ես իրան անդրադարձել եմ եւ Աստված պատժեց չէ Աստված պատժեց բերեց դերեց դեմը գիտեք ես այդ չմանրամասնեմ պատժեց ոչ միայն դա եղավ այլ նաեւ հանեց չպատեց փողոց այ այսպես է լինում ես իրան ասել եմ որ դու մեռնել ես փողոցում դու քո տունը չես ունենալու եւ դա այդպես է լինելու
Եվ հիմա այդ վիճակն է, եւ ինքը, գիտեք, մեծ հաշվով ինքը մեռած վիճակում է, կարելի է այսպես ասել, իր ֆորման կա, ֆուտլյարը կամ ֆորման այդ կա, բայց ինքը մեծ հաշվով չկա, գոյություն չունի։ Ես որ նայում եմ այդտեղ կենթանի շունչ չեմ տեսնում, ոնց որ Թումանյանն ասում, չէ, Սուտլիկ-Վորսկանի մեջ մի բառավ կար, մյուսն էլ ասում է բերանում իսկի շունչ չկար, չէ, այ դա կա, ինքը բառավը կա, բայց իսկի բերանով շունչ չկա։ Այ իր մոտ այդ վիճակն է, ինքը իր մոտ մեռած վիճակ է, ինչև այդպես որ վերցնում են ու թուղթուգրեր են անում, չգիտես ինչ խայտարակություններ կամ իբր թե բացում ենք եւ այլն շատ ես ձեզ ներկայացրել եմ բարև ձեզը նստած է կոնկրետ այդ գործի վրա բանը այդ կարգծող պուտանկ են շատ կոնկրետ մաքրումներ թուղթուգրեր եւ այլն կոնկրետ նստած է սատանիստը այդ գործերի վրա այսպիսի ուրեմն իրադարձություններ կան եւ այդ մարդիկ իրանց թվում է որ այդ բանը իրանք փող են աշխատում իրենց մոտ ամեն ինչ լավ գնում ենք հանգստանում ենք հանգստանալու վայրից նկարներ, վիդեոներ են անում, տեսեք, ես շքեղ ապրում եմ, գնում եմ, ես ինչ տեղը հանգստանում եմ, չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ, հասկանաք, այդ մարդիկ չտեսեն ու ասենք այս վիճակում կգնան ինչ-որ մի տեղ կնկարվեն, որ մենք այստեղ ենք, տեսեք, հաղորդում ենք սարքում։ Այսպիսի բան։ Եվ իրանք հիմա այդ պահին սատանան այդպես է գործում, այդ պահին իրենց հնարավորություն է տալ իրենք ոգևորվում են ավելի շատ, հետո գլորվում են անդունդը։ Այդ այսպիսի վատ, բնագավառը վտանգավոր, եթե դու գնում ես գայթակղվում ես գումարով, ընկնում ես այդպես հետո կյանքի, ասենք ինչ-որ հատվածում, դու ընկնում ես թակարդ, ընկնում ես ավելի ճիշտ անդունդը։ Այսպիսի բաներ կան, եւ նրանք ովքեր նաեւ վատ գործողություններ են անում, նրանք եւս ուրեմն պատժում են։ Նրանք ովքեր անպայման պատիժը ստանում են, դա ժամանակի հարց է, իհարկե կողքից դու կարող ես եթե իրավունք ունես թանձրացնում ես, միջամտում ես եւ այլն, հա։ Այսինքն այն մարդիկ, նրանք ովքեր ինձ չեն կպնում, ինձ ոչ մի բան թարապես ես ասեմ մացեք։ Եթե քեզ չեն կպնում, դու այդ մարդու վրա իշխանություն չունես ինչ-որ մի բան անելու, եթե դու հանկարծ թուղթուգիր արեցիր ինչ-որ մի բան, առաջին հերթին տվյալ անձնանողն է պատժվում, խստագույնս պատժվում է։ Կարող է այդ մարդուն որոշակի ինչ-որ բաներ լինի, քան պաշտպանա, թույլ կողմեր ունի, աքելեսյան գարշապարը, որին կպել են եւ այլն, ասենք կարող է նման բան լինել, բայց շատ ավելի մեծ վտանգ կլինի նրան այն գուշակին սատանիստին, ով որ դա արել է։ Իսկ երբ քեզ է անում, դու մաքուր ես, անմեղ ես ու քեզ անում են, ոնց որ հոգեխանգարված գիժը գողացավ ինձանից գողանում անխնա, իմ խոսելաձևը բառապաշարեք եւ որոշակի տերմիններ օգտագործում, որ տարբերվի եւ այդ ամեն ինչը գողանալով ինձ տվեց դատի, այսինքն ինքը գործեց մեծագույն մեղք։ Մյուսը իմ մասին է, մյուս պարավը իմ մասին ինչ-որ վատ բաներ ասաց, որ խոսած, գարշանք իմ մասին խոսած, բարև ձեզը, կարգծող պուտանկ են, նույնիսկ հեռախոսով ցույց է տալիս իմ նկարը, պուտանկ է, վետերոկներու քարշեկացող պուտանկ է։ Այդ պուտանկ են, հա, որ ես իրան ոչ մի վատ բան չի արել, որ շատ հանգիստ կարայի անեի մինչ այդ իր վերաբերմունքի ընդհանրապես իր այդ ամեն ինչի, բայց ես իրան ոչ մի բան չարեցի, ձեռք չտվեցի։ Այդ երբ որ ինքը արդեն շատ կոնկրետ այդ քայլեր արես, թուղթուգիր անում, ասեմ, որ պուտանկ կա, կարաս լիքը թուղթուգիր անես ինձ, որտեղ ես դա շատ մեծ վարպետությամբ, որին դուք ոչ մեկը չեք տիրապետում, ես գիտեմ բաներ, որ դուք ոչ մեկը դուք չգիտեք, դա սատանիստներ։ Ուրեմն պարզապես ես դրա մասին իմ գովքը չեմ անում, չեմ բարձրաձայնում, հիմա ես առաջի անգամ տեսեք 5.5 տարի ես ասպարեզում եմ, որ անդրադառնում եմ մաքրումներ անել, մաքրումների թեմային թուղթուգրի ինձ պարզաբանում, այսքան թուղթուգիր անողներին ես անդրադարձել եմ պարզաբանումներ, որ հիմա նոր ես խոսում եմ, բացահայտում եմ, որ ես որոշակի մաքրումներ անում եմ, որովհետև կան մաքրումներ կամ տեսեք ճակատագրական քարտեզը փոխել, հա, որ ինձ եղել են շատ դեպքեր, որ ինձ դիմել են, որ ես դա անեմ, ես հրաժարվել եմ, որովհետև դա եղել են, որ գիտեք շատ վտանգավոր ասենք
ասպեկտացիաներ ունեցել, ես գիտեմ, որ եթե ես մտա, իմ վրա հարվածը ուժեղ կլինի, անկախ նրանից մաքուր ես, մաքուր չես, բաներ կա, որ հարվածը ուժեղ է լինելու, ու ես միջև դրա միջից դուրս գամ, ինձ 1001 տարի պետք չի այդ գումարը, հասկանում եք, ես նաև գումարը, որովհետև ինձ ի վերջո գումարով չես առնի, ինձ հետ գումարով չեն խոսում, եթե ես այդ գործը անում եմ, եթե չեմ անում, ուրեմն գումարի մասին խոսալ անիմաստ է, ես երբեք թույլ չեմ տալու, որ գումարը ինձ իշխի, ու գիտեք, ես չեմ ուզում անեմ, դե լավ, որ գումարը կա, ուրեմն անեմ, տենց բան չկա, չեմ անում, ուրեմն չեմ անում, վերջ, գումարի մասին չի խոսվում։ Ես երբեք թույլ չեմ տա, որ ինձ իշխի փողասված բանը։ Հիմա տեսեք, ինչ է ուզում ասել, ուրեմն նրանք, ովքեր ինձ արել են, ես ուզում եմ հիմա տեղյակ պահեմ ձեզ ասեմ, որ ես այդ ամենը վերադարձրել եմ ձեզ։ Դա այն գործողությունը, ինչ որ պետք է արվի, արվել է, հոգեխանգարված գիժ։ Ես քեզ ասել եմ, ես ինչ եմ անում, իմ գիտելիքով, ես քեզ առնական եմ անելու։ Սա մեկ, երկրորդը կարգացող պուտանկա եւ Գարշելին այնտեղ արդեն իր էներգիան ուղարկել, ինքը արդեն մեռած է, այնտեղ անելիք չկա։ Դա ուրեմն ես ուղարկել եմ էներգիան, ուղարկվել է ձեր էներգիան, ոչ թե ես ձեզ թուղթուգիր կամ ինչ որ վատ բան եմ արել, բոլորովին, ես ինչ գործ ունեմ անեմ, չնայած դուք ինձ արել եք թուղթուգիր եւ իմ մասին խոսել եք, բայց ես ձեզ թուղթուգիր չեմ անում, ես ձեր արածը, ձեր խոսացածը, ձեր բոլոր գործողությունները ուղարկում եմ ձեզ, դրան գումարվում է նաև ձեր սատանոյությունները եւ դուք կվայելեք դա։ Ես ուզում եմ, ուրեմն այսքան ժամանակ ես չէի արել եւ հիմա դա արել եմ։ Տեսեք, ես բարձրաձայնում եմ դրա մասին, ինչ որ պետք է ես արել եմ, ուղարկել եմ այդ տեխնոլոգիային տիրապետում եմ միայն ես եւ դրա մասին չիմանա ոչ մեկը։ Որտեւ ես դա տանելու եմ ինձ հետ, այսպես ասած։ Եվ ինչ եմ ուզում ավելացնեմ, որ ուրեմն այս անձինք, սրանք այն պուտանկեքն են, ընկերներ, այն պուտանկեքը, ովքեր վետերոկում քարշեկացող պուտանկա, կարգացող պուտանկի կոմենտներում գրել ու անպատվել են ինձ։ Բոլորի անունները գրված է եւ արված է։ Գրված է եւ արված է։ Բոլոր տանունը ես կարդացի, որպեսզի դուք իմանաք։ Դուք չկարծեք, որ անմեղ տեղ ինձ կգտնեք, պուտանկեք։ Անմեղ տեղը կարող եք ինձ գտնել եւ դա մարսել։ Աննան Աննա Հակոբյանը, ես իմ տեսակով, գիտեք ինչ, որոշ հարցեր ներում եմ, հասկանալով, երբեմն մարդու քարտեզը, որ նայում եմ եւ այդ արածները ես իրեն ներում եմ, հասկանում եմ ինչա կատարվել, ոնց է եւ այլն, շատ բաներ ներում եմ։ Բաներ կա, որ չի ներվում ու ինքը դրա պատասխանը պետք է ստանա։ Սա գործողություն է, որ Աստված ինձ համար բացել եւ դա ես ուղարկել եմ ձեր արած վատ գործերը, ես ուղարկում եմ ձեզ։ Արդեն ուղարկված է։ Պուտանկա, հոգեխանգարված գիժ, քեզ դու ինձ պետք է դատի տայր, գող, օրնիկ, դու ինձ պետք է դատի տայր ու վայելեիր, այդպես բան չկա։ Այնպես որ ուրեմն ձեր հարցերը արդեն լուծված է, հիվանդությունները կմտնեն, այն ինչ որ դուք արել եք դրա դիմաց, հիվանդությունները կմտնեն ձեր մարմինը եւ դժբախտությունը կմտնի ձեր ընտանիքը, սա Աստծո կամքն է։ Այսինքն ես այս տիեզերքի օրենքները, այսինքն ցանկացած եւ մաքրում եւ այլն եւ դա ուղարկել իրենց էներգիան, ես սпасել եմ այսքան տարի, որ գա ժամանակը ու ես դա անեմ։ Եվ ես դա արել եմ այնպես, որ դուք կվայելեք դա անպայման եւ այս դրանք են մարդիկ, ովքեր անմեղ տեղը ինձ այսպես բան են արել, ես դրա դեպքում իշխանություն ունեմ արդեն ինչ որ բան անելու, ձեզ վերադարձնելու ավելի ճիշտ ձեր էներգիան, այն բացասական էներգիան, որ դուք ուղարկում եք ինձ, ես մեծ վարպետությամբ ուղարկում եմ ձեզ։ Ձեր իսկ արածը, ես ոչ մի վատ բան չեմ անում, ես ձեզ իմ կողմից ինչ որ վնաս չեմ հասցնում, ինչ գործ ունեմ, որ հետո ես սատանայի ձեռքին գործիք չդառնամ։ Այս է հարցը։ Ինչի՞ պետք է անեմ, որ հետո ես իր ձեռքին գործիք դառնամ։ Դրա համար ես ձեր ուղարկածը վերադարձնում եմ ձեզ։ Ու դուք կվայելեք, այս մարդիկ եւս կան եւ էլի մարդիկ կան։ Ես իրանց անունները չեմ բացատրելու, դուք կիմանաք, որոնց վերադարձվել է իրենց գործած մեղքերը։ Ի վերջո, պետք է մեկ անի, թե չէ։ Եվ այդ մեկը ես եմ։ Այդտենց հաստատվում։ Ես ընդհանրապես իմ տեսակով ես շատ հարցեր ներում եմ, բայց իմ տեսակով վրիժառու տեսակ եմ։ Երբեք թույլ չեմ տա, որ ինձ
անմեղ տեղը ցավացնեն ու ես նրան հանգիստ թողնեմ, դա տենց բան չի լինի։ Դա այդպես չի։ Ես ասել եմ, իմ գիտելիքով կոչնչացնեմ, ու ես դա կանեմ ու դուք կտեսնեք։ Այս ամենը բոլորիդ աչքի առաջ։ Ինչևէ, ուրեմն այսքանով ես ավարտեմ, կարծում եմ մեկնաբանեցի, պարզաբանեցի, ձեզ համար արդեն հասկանալի է, թե դա ինչ է, սա շատ վտանգավոր բնագավառ է, զգուշ եղեք, քանի որ ես կարող եմ, ասում եմ, կարող եք թուղթուգիր անեք եւ այլն, որտեղ ես թքած ունեմ, իրանց արածը ինձ չի կպնի, որովհետեւ ես պաշտպանված եմ։ Երբ ա եղել դա, ինչպես ա եղել, դա Աստծո կողմից ա եղել, երբ որ այդ շփումը եղավ, դա իր կողմից ա եղել, այնպես չի, որ ինձ, այսպես ասած, զաշիտա դնի մահկանացուն, ես մահկանացուն չի կարա զաշիտա դնի, մեկը մահկանացուներին դնի, սա ուրիշ բան է, ու դրա համար ես շատ վստահ ասում եմ, արեք, որովհետև գիտեմ, թե ինչով եմ ես շրջապատված, այնպես որ ձեր թունավոր նետերը սատանիստներ, որ գալիս են, չեն կապնում այդ պատնեշին են դեմ առնում, շրջվում մտնում են ձեր ջիգերի մեջ։ Պիտի պատժվեն, այդ չարը այդպես պիտի պատժվի, այդ նետը գա ուղիղ ձեր սրտի մեջ պիտի մտնի, որ դուք հասկանաք այդ ինչ բան է։ Անմեղ մարդուն այդպես թուղթուգրեր անել, դատի տալ, գողանալ, անպատվել, այլասեռություններ, այլանդակություններ խոսել, ձեր նման տականք պոռնիկները, ու դուք անպայման կստանաք, անպայման։ Այսքանով ես ավարտեմ, պետք է հաղթի ճշմարտությունը, պետք է հաղթի բարին, ինչ ուզում լինի, դա ժամանակավոր է, չարը որ այդպես բան է լինում, ժամանակավոր է միշտ էլ հզոր Աստված, ինքը մեծատառով Աստված, որտեղ սատանայիններ են գրում Աստված, բայց փոքրատառով, մեծատառով Աստծո մասին է խոսքը, մեր հոր մասին է խոսքը եւ վաղ թե ուշ իրենց պատիժը ստանում են։ Դրա համար ես ինչ խորհուրդ կարող եմ տալ ավարտելուց, ապրեք մաքուր, մի գողացեք, մի քցեք, մի խաբեք, վատ բաներ մի արեք, ապրեք մաքուր, որքան որ մաքուր ապրեք, այնքան դուք իշխանություն կունենաք այդ սրիկաների վրա, ու դուք կարող եք իրենց ոչնչացնել ձեր էներգիայով, ձեր մաքրությամբ, միայն ձեր մաքրությամբ, իսկ եթե վատ գործեր անեք, դուք արդեն սատանայի ձեռքում եք, ու ինքը տիեզերքի օրենքներով իշխանություն ունի ձեզ ոչնչացնելու, ձեզ հարվածելու, այսպիսի գաղտնիքներ կան, այնպես որ ապրեք մաքուր, բայց եղեք գիտակից, որպեսզի այսենց սատանիստները չմտնեն ձեր կյանք ու ձեզ չխաբեն ու ձեզ չխորտակեն ձեր կյանքը թուղթուգրերով կամ սուտի մաքրումներ եւ այլն, սատանիստը ոնց կարա մաքրում անի, հասկանում եք ինչի մասին է խոսքը, սատանիստ կարդ գցող պուտանկ են, ինքը սատանիստ է, ոնց կարա ինքը մաքրում անի, ինչի մասին եք խոսում, մարդը եթե Աստծոց չի, ոնց կարա մաքրում անի։ Ինչևէ, այսքանը լավ եղեք, ապրեք մաքուր, ազնիվ եղեք, ճշմարտիտ խոսեք եւ միշտ Աստծո գործերը տարեք առաջ։ Այսքանը լավ եղեք առայժմ։